Շատ անիմաստ ու առօրեական հարցեր եմ տալիս, չեմ ուզի գովազդեմ այն տեսանկյունից, որ առողջության հետ կապված հարցեր եմ տալիս, բայց վերջինը դա է եղել, չեմ բարձրացել, հետո բժշկու հետ անպայման քննարկելու եմ այդ։ Ֆորմատը շատ հետաքրքիր էր ու շատ համապատրաստից էր, ես շատ պատրաստ չէի, բայց շատ հավես էր, երբ որ ծաթորներով առաջին փորձառությունն էր ու հավես էր, էմոցիաներն են հատկապես, որ համապատրաստից էր։ Չէ, թույլ չեմ տալիս, որ ինձ կառավարեն, եթե ինչ-որ բան իմ կյանքի որակի վրա, որպես այդպիսին ազդում եմ, փորձում հաղթահարեմ այդ վախը։ Հավասար հնարավորությունների բացակայությունն է հունից հանում երբեմն։ Երևի թե ավելի շատ կաշխատեի հավասար հնարավորությունների ուղղությամբ, որ անկախ սեռից, անկախ ֆիզիկական վիճակից մարդու, այստեղ այդքան էլ սեռեական չէ, նաև հաշմանդամություն ունեցող մարդկանց հետ կապված շատ խնդիրներ կան, որոնց լուծումը միանշանակ ես կփորձեի տալ, էլի խոսելով հավասար հնարավորությունների մասին, ներառականության մասին, իսկ եթե կանայք կառավարեին, այս վերջում հրապարակում էին նայում, որ Ֆինլանդիան հիմնականում կանայք էին ղեկավար պաշտոններում մեծապես, և այնտեղ ամեն ինչ հանգիստ է, խաղաղ է, բայց չեմ ուզում էլի սեռականացնել, որովհետև ավելի շատ ղեկավարելը այդ մարդկային որակների հետ է կապված, քան օրինակ սեռի, բայց կուզեի վերանային կանանց ղեկավար դիրքերում այդ խտրականությունն ու այդ կարծրատիպերը, որ կին ղեկավար կանայք, չգիտեմ, դաշտանային ցիկլի օրերին ավելի նյարդային են, մենք տեսնում ենք, թե ինչքան նյարդային են քաղաքական գործիչ տղամարդիկ ու այդ ընդհանրապես ցիկլի հետ կապ չունի։ Ավելի երևի թե սոցիալական հարցերի ուղղությամբ, եթե անգամ լինի, կամ մարդու իրավունքներ։ Ձգտենք ավելի հավասար հնարավորությունների միջավայր, այսինքն մենք ինքներս էլ, մեր շրջապատը փորձենք ավելի ներառական դարձնել, ավելի հավասար հնարավորությունների համար փորձենք պայքարել կամ եթե անգամ չենք պայքարում, գոնե աջակցենք ներառականությանը ու արհեստական խոչընդոտներ չստեղծենք որևէ մեկի համար։